Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ռինգուն մեծ ուրախությամբ վերադարձավ գյուղ։ Վագրը մեռած է, մենք սպանեցինք նրան։ Բաթուն հպարտ էր իր մեծ եղբորով։ Դու հիանալի ես, վախեցած էիր, երբ որսում էիք վագրին։ Շատ, բայց ես աղոթեցի և սիրտս այլևս այդքան արագ չէր աշխատում։ Սա հաստատ Սայբ Գրաբն է, սպիտակամորթ օտարականը, ով ինձ պատմեց Հիսուսի մասին։ Արի նրա մոտ վազենք։ Հնդիկ երկու տղաներն անհետացան կողքի անկյունում և հանկարծ խառնաշփոթ տեսան։ Միսիոների մեքենան մխրճվել էր ցեխի մեջ։ Ռինգուն ստիպված էր ցուլերի օգնությամբ մեքենան դուրս բերել ճահճից։ Վերջ, Ռինգու, շատ շնորհակալ եմ օգնության համար։ Այսօր քեզ պետք է հրաժեշտ տամ։ Մենք երկար ժամանակ միմյանց չենք տեսնելու։ Հիշիր, որ Տեր Հիսուսը միշտ քեզ հետ է։ Միշտ հավատարիմ մնա եւ հնազանդվիր նրան։ Մեղքը քեզ չի երջանկացնում։ Աստծուց նամակը դեռ քեզ մոտ է։ Այո, ես այն իմ գլխակապի մեջ եմ պահում։ Աստծո խոսքը պահիր քո սրտում։ Դու կարող ես հույսդ դնել դրա վրա։ Իդեպ, իմ նվագարանը չկա։ Ռինգուի դեմքն ամբողջությամբ կարմրեց։ Նա էր գողացել և թաքցրել հին ծածկի տակ։ Սահիբը գիտե՞ր։ Ես փնտրելու ժամանակ չունեմ։ Կարող ես իմ փոխարեն դա անել։ Եթե գտնես, խնդրում եմ տալ քաղաք, տիկին Մերիի մոտ։ Նա միշտ տեղյակ է, թե որտեղ եմ քարոզում, եւ այն ինձ կտա։ Ռինգուն դանդաղորեն խաչեց ձեռքերը և բռնեց ականջի բլթակները։ Հնդիկներն այսպես էին խոստում տալիս. իրական կուրկ ու խոստում։ Ռինգուն վշտացած վերադարձավ տուն։ Ինչու չասացի, որ ես եմ գողացել։ Ես վախկոտ եմ։ Տեր Հիսուս, դեռ լսում ես ինձ։ Ես մի բան եմ գողացել։ Ես զղջում եմ։ Խնդրում եմ, ներիր իմ մեղքը և օգնիր, որ ճիշտ որոշում կայացնեմ։ Այս դեպքում ո՞րն էր ճիշտ որոշումը։ Ռինգուն անմիջապես հասկացավ, որ պետք է վերադարձներ գողացածը, բայց դա շատ դժվար էր։ Մյուսներն ինչ կմտածեին իր մասին։ Նա իր սրտում մի ցածր ձայն լսեց, որն ասաց նրան. նվագարանը վերադարձրու, ճիշտ որոշում կայացրու։ Գիտես, թե այդ ինչ ձայն էր։ Գիտես ինչ-որ բան գողանալուց հետո ինչ անել։ Պատասխանը կգտնես հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։